Մենք ունեցել ենք ապաստարան տեղափոխված երեխա, որը 8-9 ամիս դպրոց չի գնացել։ Հիմնականում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաները հայտնաբերվում են ոստիկանության կողմից։ Պետությունը ամենօրյա իր աշխատանքի ընթացքում այս ամեն ինչն արձանագրել, իրավիճակին հրատապ լուծում տվել։ Ինքը միայն մարդ մասնագետ չպիտի հանդես գա, նա պիտի ունենա նաև աջակցության պատետ։ Նման բարդ եւ խնդրային իրավիճակներում շատ կարեւոր է մեր համագործակցությունը։ Մարդիկ կարող են օգնել տուժած երեխաների վերականգնումը կազմակերպելու հարցում։ Թույլ կտա եւ կանխարգելել եւ արագ արձագանքել։ Ով է տուժել? Երեխան։ Ինչը կարող էր կանխել ողբերգությունը, ինչ խնդիրներ առաջ քաշեց տափաթաղում եռամյա երեխայի սպանությունը, ինչպես են գնահատվում ռիսկային ընտանիքները, ինչպես արդյունավետ գործել երեխայի պաշտպանության ու լավագույն շահը ապահովելու համար։ Բարև ձեզ, եթերում հեռանկար բանավեճն է ամենաակտուալ հարցերի համապարփակ քննարկմամբ։ Օրեր առաջ Գեղարքունիքի մարզում եռամյա երեխայի սպանությունը ոչ միայն ցնցեց հասարակությունը, այլև առաջ քաշեց բազմաթիվ հարցեր։ Ինչպես էր հնարավոր կանխել այս դեպքը։ Ինչպիսի պատասխանատվություն ունի ծնողը եւ նույն այդ հասարակությունը։ Որքանով է արդյունավետ գործում երեխաների պաշտպանության համակարգը։ Սրանք այս օրերին տրվող հարցերի մի մասն են եւ վերաբերում են ոչ միայն այս դեպքին։ Ընդհանրապես երեխայի պաշտպանությանը եւ լավագույն շահին վերաբերող հարցերը այսօր կքննարկենք մեր տաղավարում գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արևիկ Ստեփանյանի, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, մասնագիտական մեթոդական վարչության, անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ Արմինե Գյոզալյանի, Մարտիկյան երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանի եւ իրավապաշտպան Զարա Հովհաննիսյանի հետ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար, մինչ քննարկում առաջարկում եմ դիտել մի տեսանյութ։ Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրանի ողբերգական դեպքը ցնցեց ոչ միայն Ծափաթաղը, այլև ողջ հասարակությունը։ Ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Օրեր տևած որոնողական աշխատանքները ավարտվեցին, երբ երեխայի մարմինը գտան Հարևան Ջիլ գյուղի դաշտամիջյան հատվածում։ Արդեն իսկ սպանության հանգամանքներով հարուցված գործի շրջանակում ձերբակալվեց երեխայի հայրը։ Ընտանիքում ապրող մյուս երեխաները տեղափոխվեցին Մարտիկյան երեխաների պաշտպանության հիմնադրամի կենտրոն։ Իրոք մենք տեղհանդես եկանք երեխայի լավագույն շահից եւ պետք է այդ ընթացքում, որպեսզի երեխաները անցնեն ինչ-որ մասնագիտական վերահսկողության։ Այս պահին երեխաները գտնվում են Մադրիգյան երեխաների պաշտպանության հիմնադրամում, նախկին ՕՖԻ երեխաների աջակցության կենտրոնում։ Մինչ այս 2020-ին մամուլի ու հասարակության ուշադրությունը գրավել էր երեխայի շահին վերաբերող մեկ այլ դեպք Տավուշի մարզի Խաշտարակ գյուղում։ Պաշտոնական տվյալներով դաժան ծեծի հետևանքով բուժհաստատություններ էին տեղափոխվել 1-ից 9 տարեկան 7 երեխաներ։ Նրանցից 6 տարեկան Սերգեյը այդպես էլ գիտակցության չգալով մահացավ։ Այդ գործով ձերբակալվեցին երեխաների մայրն ու պապը։ 2020-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում առեղծվածային դեպք գրանցվեց դարձյալ մահվան ելքով։ Ըստ իրավապահ մարմինների 40-ամյա տղամարդը 9-րդ հարկից ցած էր նետել իր երեխային, ապա ինքն էր ցած նետվել մյուս երեխայի հետ։ 2023-ին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որը դարձյալ անտարբեր չթողեց հասարակությանը։ 10 րոպեանոց տեսանյութը անչափահաս աղջկա նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման մասին էր, որում մայրը մասնակից էր դարձրել նաև մյուս երեխաների։ Ավելի ուշ պարզվեց, որ այս ընտանիքն ավելի վաղ ևս եղել էր իրավապահների ուշադրության կենտրոնում, երբ հոր նկատմամբ քրեական գործ էր հարուցվել սեփական դստրերի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեղադրանքով։ Ծեծի, բռնության եւ նույնիսկ սպանության դեպքեր արձանագրվել են նաև նախկինում։ Այս դեպքերը ամեն անգամ նորովի են բարձրացնում երեխայի լավագույն շահը առաջ մղելու եւ հնարավոր դեպքերը կանխելու անհրաժեշտությունը։ Հայաստանում գործում են երեխայի պաշտպանության համայնքային համակարգեր, բայց դրանց արդյունավետությունը կախված է ռեսուրսներից եւ մասնագիտական կարողություններից։ Ոլորտի մասնագետների գնահատմամբ երեխայի լավագույն շահը պետք է լինի ոչ թե կարգախոս, այլ իրական գործնական ուղեցույց ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում, համայնքում, օրենքներում եւ մեր յուրաքանչյուրի վարքում։
Այսպիսով առաջին հարցը թերևս ձեզնից սկսենք Տիկին Անտոնյան։ Դուք Տիգրանի մահվանից հետո մի այսպիսի գրառում էիք արել, որ սա պետք է ղողանջ լինի բոլորիս համար եւ ինչ որ գործ անելու պահանջ։ Այդ ինչն է բաց մնացել։ Ճիշտ ասած, ես ղողանջի մասին հնչեցրեցի ոչ այնքան բացի, բացերի վերաբերյալ մինչ այդ շատ առիթ եղավ խոսելու, այսօր էլ հուսամ կանդրադառնանք դրան, բայց ղողանջը հնչեցրեցի ճիշտ ասած, որ այլևս Տիգրաններ չլինեն եւ Տիգրանի դեպքերը որպեսզի նման դեպքերը չլինեն, բայց նաեւ ուզում էի կոչ անել հասարակությանը, որ անելիք ունենք, բոլորս ինչ որ ձևով անելիք ունենք, եւ եթե հանցանքը առանձնացնենք սոցիալական իրավիճակից, որում այդ երեխաները գտնվել են անխնամություն, անբավարար կենցաղային պայմաններ, անբավարար ծնողավարություն, ոչ որակյալ խնամք եւ այլն, նման դեպքեր շատ ունենք, ցավոք սրտի։ Գրեթե ամեն համայնքում ունենք նման իրավիճակում գտնվող երեխաներ եւ իհարկե կխոսենք նաեւ իրավական կարգավորումների հնարավորությունների մասին, բայց կոնկրետ հասարակության մասնակցությունը ես տեսնում եմ բոլոր այն դեպքերում, երբ որ համակարգի համապատասխան կառույցները դուրս կբերեն երեխաներին այդ ընտանիքներից, տեղավորենք խնամատար ընտանիքներում, լինեն ընտանիքներ, դա հասարակության մասնակցությունը կլինի, գեղեցիկ առողջ ընտանիքներ, սովորական ընտանիքներ, ովքեր հոգ կտանեն նման վիճակում հայտնված երեխաների մասին։ Իմ գրառումը դրա մասին էր, որ ղողանջ հնչեցնենք մասնակցություն ապահովելու, բոլորս ունենք ինչ որ բան անելու այս հարցում։ Մասնակցությանը դեռ կանդրադառնանք, դուք առաջինն էիք, որ արձագանքեցիք, հա, ոստիկանությունը նկատի ունեմ, այստեղ դուք ինչ եք արձանագրել։ Թույլ տվեք նախ եւ առաջ ցավակցական խոսք հղեմ բոլորիս, քանի որ յուրաքանչյուր մեկ երեխայի կյանքը կորուստը դա անդառնալի է։ Դժվար է որևէ որակում տալ, բայց չկա որևէ հասարակություն եւ որևէ պետություն, որը կարող է զրոյացնել երեխաների նկատմամբ բռնության դեպքերը, սպանության դեպքերը, բայց եւ միևնույն ժամանակ ցանկանում եմ շեշտադրել, որ կարող է նվազեցվել։ Ինչպես կարող է նվազեցվել շահագրգիռ կառույցների համատեղ աշխատանքի իրականացման շնորհիվ, ինչպես ապահովել անվտանգության ապահովումը, տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակցություն եւ մշտապես կատարել մշտադիտարկում։ Հիմա տեսնենք դա բավարար է արդյոք նման դեպքերը նվազեցնելու համար Տիկին Հովհաննիսյան։ Իրականում խնդիրը շատ բազմաշերտ է իսկապես, որովհետև երեխաները մեր հասարակության ամենախոցելի շերտն են, նրանք փոքրիկ են, նրանք շատ հաճախ չգիտեն իրենց պաշտպանելու մեխանիզմները, ահազանգելու մեխանիզմները, նույնիսկ եթե ոստիկանությունը կարող է այդ ընտանիքում որևէ միջամտություն իրականացնի, միևնույն է երեխաները չեն կարողանում ահազանգել, չգիտեն ուր բարձրաձայնել։ Պետք է լինեն բազմակողմանի ուշադրության կենտրոնում, դա պիտի լինի թե կրթական հաստատությունների շնորհիվ դուրս անել, դուրս բերել դեպքերը, թե հասարակության ահազանգերի շնորհիվ, որոնք պետք է անտարբեր չլինեն նմանատիպ իրավիճակներում եւ հայտնեն մարմիններին, թե հենց համայնքահեն մարմինների կողմից շատ հաճախ եղել են դեպքեր, երբ ահազանգը հնչեցվել է, իսկ համայնքում ասել են, դե լավ, այդպիսի ընտանիք է, եկեք հանգիստ թողնենք, իրենց երեխան է, ոնց ուզում են այդպես էլ վերաբերվում են։ Այսինքն ուշադրությունը երեխայի նկատմամբ պիտի լինի գեր զգայուն։ Մեր հասարակությունում դեռ այդ զգայունությունը չկա եւ մենք շատ հաճախ ենք ասում, ծնողն է ինչ ուզում է անում է եւ նույնիսկ մարմնական պատիժները թույլատրված եւ արդարացված են լինում որպես դաստիարակչական միջոց։ Այո, ըստ էության սա սոցիալական ոլորտի խնդիր է, այստեղ արդյունավետությունը բարձրացնելու համար ինչ կա։ Շնորհակալություն, իրավի գործընկերները շատ կարևոր դիտարկումներ ներկայացրեցին, ես եւս ուզում եմ եւ հարցադրմանն անդրադառնամ եւ դիտարկումներին, ինչ խոսք գործող օրենսդրական դաշտին անդրադառնանք, բայց այստեղ նաեւ հարցի էության առումով մենք ունենք սոցիալական նորմերի, արժեքների լուրջ խնդիր, հենց նույն երեխան ընտանիքին է, հա, միջամտության առումով մի քիչ մենք մեզ զերծ ենք պահում, մինչև որ ասենք հասնում է ինչ որ ցավալի իրավիճակների, այստեղ մենք բնականաբար անելիքներ շատ ունենք ու պետությունը հստակ քաղաքականություն ունի այս ուղղությամբ ռեֆորմի հիմքում ընկած է երեխայակենտրոն քաղաքականությունը, այսինքն ցանկացած որոշման կայացման հիմքում ընկած է երեխայի լավագույն շահը։ Երեխայի պաշտպանությամբ զբաղվելու են պրոֆեսիոնալիզացված սոցիալական աշխատողները։ Առանցքային մեղա, հա, այս հարցում, որն ունենք մենք այս դաշտում եւ գործընկերները շատ այսպես քննարկումներում բարձրաձայնել են, այստեղ մենք համակարծիք ենք,
ենք ու ես ուրախ եմ, որ այս ռեֆորմը մշակվել, կյանքի է կոչվել համատեղ դաշտային այսպես աշխատանքի արդյունքում ոլորտային գործընկերների հետ միասին սաղմնային, այսպես փուլից սկսած մինչև որ այն կներկայացվեր օրենսդիր մարմնին։ Մի բան է օրենքը ունենալը, մի բան է այն իրականության մեջ կիրառելը։ Արդյոք այստեղ հակասություններ չկան։ Ի վերջո երեխայի մասին մենք միշտ ենք խոսում, ընդհանրապես բռնությունների կանխման մասին միշտ ենք խոսում։ Վերջին տարիներին կա փոփոխություն, երբ բռնության ենթարկված երեխան ինքը անձամբ է հաղորդում, որ բռնության է ենթարկվել։ Դա տեղի ունենում քաղաքացիների միջոցով, այսինքն հարևանները տեղեկացնում են, որ հարևանի ընտանիքում տեղի է ունենում բռնություն։ Այդ մասով պետք է ճանաչել նախ ինչ է բռնությունը, ինչպես հաղորդել եւ ում հաղորդել։ Ոստիկանության կոչերը միշտ հորդորները եղել են, որ պետք է տեղեկացնեն ներքին գործերի նախարարության ոստիկանությանը, զանգահարելով 102 հեռախոսահամարին, էլեկտրոնային եւ գրավոր դիմում ներկայացնելով, դիմելով տարածքային ստորաբաժանմանը, ինչպես նաեւ կրթական հաստատությանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Տիկին Անտոնյան, դա բավարար է։ Գիտեք, որպեսզի մեր ցանկալի իրականությունը գա, դրա համար առնվազն 5 կարևոր կոմպոնենտներ կան, որ պիտի լրանան։ Առաջինը այն է, ինչ մի գործընկերուհին նախարարությունից նշեց, Արևիկը կապված օրենսդրական եւ իրավական կարգավորումների հետ։ Հաջորդիվ շատ կարևոր են, եթե նույնիսկ առանձնացնում ենք եւ ենթադրում ենք, որ պիտի լինեն ֆրոնտային պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողներ, շատ ուշադիր պիտի լինենք, թե որքանով են իրենք սոցիալական աշխատողները պաշտպանված, ինչ ընթացակարգեր կան, որոնք թույլ կտան այդ սոցիալական աշխատողին ընտանիքում բարձր ռիսկը գրանցելու պարագայում լիազորված լինի միջամտելու եւ լիազորված լինի անշուշտ նաեւ համապատասխան այլ կառույցներին ներգրավելու։ Այսինքն երկրորդ կոմպոնենտը բնականաբար ընթացակարգերն են, որոնք թույլ կտան պետությունը կլիազորի, որ իր անունից, իր կառույցներից որևէ մեկի ներկայացուցիչը հանդես գա որպես միջամտող։ Ընդ որում մենք պիտի հստակ առանձնացնենք քրեական գործողությունները սոցիալական վատ վիճակից։ Երբ որ գործը սոցիալական է, այսպես ասած, ոչ թե քրեական, մենք Տիգրանի դեպքը եւ ձեր նշած բոլոր դեպքերը դրանք քրեական էին, բայց որոնց հիմքում կան սոցիալական շատ բարդ խնդիրներ, անշուշտ։ Հիմա արդյոք կարող էինք ավելի վաղ միջամտել, որովհետեւ կարողանանք ավելի վաղ միջամտել, նախ մենք պիտի ունենանք միասնական ռիսկերի գնահատման միասնական համակարգ ու գործիքակազմ։ Եթե մենք սոցիալական աշխատորեն լիազորենք այդ գործառույթներով, բայց չտանք են լիազորությունները, գործառույթն ունենա, բայց լիազորությունները չունենա միջամտելու, դա կլինի ինչպես զինվորը առանց զենքի ֆրոնտում։ Դա անհրաժեշտ ոչ բավարար պայման է։ Հաջորդը համապատասխան բյուջե ունենալը, որովհետև ինքը երբ որ դուրս հանի ընտանիքից կամ եթե տեսնում է ռիսկային իրավիճակ, սոցիալական աշխատողը կամ մեկ այլ լիազորված անձ, ում որ կպատվիրակենք այդ գործառույթը, ինքը պետք է ունենա բավարար աջակցության փաթեթ, որտեղ եթե տեսնում է անխնամություն, եթե տեսնում է սովի մատնված երեխա, եթե տեսնում է, չգիտեմ, սեզոնին անհամապատասխան հագուստ կրող, եթե տեսնում է կոնֆլիկտային իրավիճակ եւ այլն, ինչ որ ինքը տեսնում է, ինչ որ գնահատում է ռիսկային երեխաների համար, այդ ամեն ինչին ինչ որ ձևով փոփոխելու համար ինքը միայն մարդ մասնագետ չպիտի հանդես գա, նա պիտի ունենա նաեւ աջակցության փաթեթ։ Արդյոք այս օրենսդրական փոփոխությունը հնարավորություն տալիս է։ Շնորհակալություն, ինքնին օրենսդրական ռեֆորմը, բացի այն, որ օրենքով ամրագրված մի շարք դրույթներ է սահմանել, նաեւ դրանից բխող դաշտ է ստեղծել այն կարևոր նախադրյալների համար, որոնք տիկին Միրան բարձրաձայնեց։ Այո, դրանք ընթացակարգերն են, որոնք շուրջ 40-ն են ու դրանց յուրաքանչյուրը սահմանելու է այն ընթացակարգերը, որոնցով լիազորված է լինելու, օրինակ սոցիալական աշխատողը երեխայի իրավունքի պաշտպանության գործառույթն իրականացնելիս։ Պարզապես բացահայտեց համայնքում կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխային ինչ գործառույթներ պիտի իրականացնի, կարիքի գնահատում, երեխայի աջակցության պլանի մշակում, սա նշանակում է այն համակարգերի միասնականությունը, որով պիտի նախանշվի եւ իրականացվի երեխայի իրավունքի պաշտպանությունը։ Օգտվելով առիթից, իհարկե օրենսդրության բարեփոխմանը կանդրադառնանք հարցադրումների քննարկումների տեսքով, ես ասեմ, որ այս ամենին նաև օգնելու է մեզ նոր տվյալների համակարգը, որտեղ որ տվյալների փոխգործելիությունն է լինելու, դեպքի վարում, ծրագրերի, այո, շատ
կարևոր դիտարկում Տիկին Միրայի կողմից, որով որ ծրագիրն է նախանշվելու հաշվետվողականություն, այսինքն ունենալու ենք մենք համակարգում վերահսկողության ու մշտադիտարկման են կարևոր կոմպոնենտը, որը թույլ է տալու կանխարգելել եւ անհրաժեշտության արագ արձագանքել։ Եթե թույլ տա, շատ կարճ դիտարկում այդ ամենը որոշակի տարիների ընթացքում նախատեսվում է եւ լավ է որ նախատեսվում է, ուրախ ենք դրա համար, միայն թե նախատեսվող աշխատողների թիվը, ես մի քանի առիթով դա նշել եմ, մեզ պետք են այնքան սոցիալական աշխատողներ, ինչքան պարեկներ ունենք։ Միայն այդ պարագայում մենք կարողանանք բավարար աջակցող ուժ ունենանք։ Եթե տեսեք աջակցող ուժը փոքր է, վերահսկող ուժը մեծ։ Ինձ թվում է պիտի փոխենք։ Աջակցող ուժը պիտի շատ լինի, հա, հետո եթե առիթը լինի, որտեղ աջակցելու միջոցով հնարավոր է նվազեցնենք, կարիքը չլինի վերահսկողության։ Զարա, դուք այս խնդիրներին բավական երկար առնչվել եք, ընտանիքում բռնությունների հետ կապված եւ այլն։ Ինչու մինչ այժմ այս գիտակցումը չկար, ինչն էր պատճառը, որովհետեւ մենք հասարակության մեջ խնդիր ունենք։ Իհարկե դուք շատ ճիշտ նշեցիք, ընտանիքը մի միջավայր է, իհարկե, որտեղ երեխայի խոցելիությունը բարձրանում է, բնականաբար, եթե այդտեղ կա բռնություն, բայց մենք պետք է նաև տարբերակենք ընտանեկան բռնություն հասկացությունը, որը գենդերային բռնության հիմք ունի, կնոջ եւ տղամարդու հետ կապված, վերահսկողություն, ուժի կիրառում եւ այլն, եւ երեխայի իրավունքներ, այսինքն երեխաները ցանկացած վայրում կարող են բռնության ենթարկվել, ընտանիքի իրավիճակը ել ավելի մեծացնում է խոցելիություն, այսինքն ընտանեկան բռնության հետ դա պետք չէ նույնականացնել։ Ընտանիքի միջավայրում, երբ տեղի է ունենում բռնություն, մենք հենց 2024 թվականին իրավապաշտպաններով փորձեցինք փոփոխել օրենսդրությունը, նաև որպեսզի երեխան, որը ականատես է եղել բռնությանը, արդեն իսկ ճանաչվի որպես բռնության զոհ եւ բռնության ենթարկված եւ ստանա աջակցություն, որովհետեւ երեխայի մոտ արմատավորվում է թե տրավման մանկության եւ թե շարունակականությունը, որ դառնում է վարքային արդեն մոդել, ինչպես գործել հասարակության մեջ, այսինքն ընտանիքը այն բջիջն է, որտեղ ցանկացած արատավոր պրակտիկա վերածվում է հետագայում բավական խոցելի իրավիճակի երեխայի կյանքի եւ կենսագործունեության համար։ Ուստի ընտանիքում բռնությունը եւս պետք է դիտարկվի, որքանով է երեխայի համար վնասակար միջավայր այդտեղ ապրելը։ Ինչ վերաբերում է այսօրվա մեր մոդելին, այո, շատ խոցելի մոդել է, անկախ նրանից, որ մենք ասում ենք, որ երաստիճան համակարգ է Հայաստանում երեխայի պաշտպանության, միևնույն է առաջնային օղակը բավական ոչ պրոֆեսիոնալ է, դա խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն են, թույլ ոչ պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ հանրային սկզբունքներով գործող, միևնույն ժամանակ համայնքի ներսում գործող, որտեղ իրենց խոցելիությունն էլ է բարձրանում, եթե համայնքում ապրող անձը փորձում է միջամտել ընտանիքում, հետո սկսվում է նրա նկատմամբ արշավը ամբողջ համայնքի կողմից եւ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ նույնիսկ ես իմ դիրքից մեղադրել եմ, ինչու չեք անում, ասում է, բայց ես էլ երեխաներ ունեմ, ես էլ եմ դառնում խոցելի, երբ ին վրա են հարձակվում եւ պետությունը որևէ պաշտպանություն ինձ չի տալիս։ Իրավապահ համակարգին դիմենք։ Արդյոք այդպես է համաձայն եք այս մտքերի հետ։ Ընտանիքում տեղի ունեցող բռնությունը դա փակ գործընթաց է, որի մասին շատ քչերն են տեղեկանում։ Ասեմ, որ անչափահասների նկատմամբ բռնությունների 70%-ը տեղի է ունենում իրենց խնամակալության ներքո գտնվող անձանց կողմից։ Լատենտ է, չի երևում։ Այո, չի երևում։ Եվ ուզում եմ նշել, որ եթե երեխան բռնության է ենթարկվում, ունենում ենք ահազանգեր դիմումներ կրթական հաստատություններ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եւ այլն, բայց ոչ միշտ է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը։ Տարածքային ստորաբաժանման հետ համատեղ գործառույթների իրականացման շրջանակում պարզվում է, որ օրինակ երեխան ուսուցչի կողմից բռնության չի ենթարկվել։ Արդյոք միայն ահազանգով է պետք, որովհետև ահազանգը արդեն վերջին մասն է կարծես, թե որովհետև որոշակի ժամանակ դրանք շարունակվել է։ Առաջավոր պրակտիկայում, որ ասում ենք երկրներ կան, որտեղ հաջողվում է կանխարգելումը եւ վաղ միջամտությունը իսկապես արդյունավետ իրականացնել, շատ գաղտնիքներ չկան։ Առաջինը արդեն հնչեցրեցինք, օգնողների բավարար թիվ է պետք եւ բնականաբար բավարար մակարդակի կոմպետենտություն, այո, գիտելիք, կոմպետենտություն, հմտություն։
Երկրորդ շատ կարևոր է, որ երբ որ խոսքը վերաբերում է երեխային ընտանիքից հեռացնելուն, նույն համայնքում բնակվելու պարագայում շատ ճիշտ նշեց Արան, մարդուն դարձնում է խոցելի։ Ես էլ գնամ այնտեղ աշխատելու, դուք էլ գնաք այնտեղ աշխատելու, շատ բարդ է այդ գործառույթը իրականացնել։ Առաջավոր պրակտիկայում դուրս հանելու գործառույթը պետության կարևոր մարմնի կողմից նույնիսկ առանձնացված ստորաբաժանման միջոցով է տեղի ունենում, որպեսզի այդ մարդը չշարունակի բնակվել նույն համայնքում։ Եվ ընդհանրապես համայնքի մակարդակում համայնքի ներկայացուցիչները, որոնք նույն պետության օղակի ներկայացուցիչներ են, նրանք պետք է դիտարկվեն որպես օգնողներ միշտ, ոչ որպես վերահսկողներ։ Ու ուզում եի ավելացնել եւս մի բան առաջավոր պրակտիկայի հետ կապված, գիտեք, թիվը, կոմպետենտությունը ավելացվում է օգնող սոցիալական միջավայրը։ Եվ ընդհանրապես ինչու են լինում այսպես կոչված ոչ ճիշտ ահազանգեր, դա ոչ միայն մանիպուլատիվ վարքագծի հետևանք է, կարող է լինել անմեղ տարբեր գործիքակազմ կիրառելու հետևանք, որ ենթադրենք ուսուցիչը մի գնահատման մեխանիզմով է աշխատում, սոցիալական աշխատողը երկրորդ, ոստիկանը երրորդ, ու մենք ունենք այդ գործիքակազմը իսկապես մեկ ձեռագրի բերելու կարիք։ Մենք պետք է նույն ձևով խոսենք, սա բարձր ռիսկ է, պետք է բոլորս հասկանանք, բարձր ռիսկ ասելով ինչ ենք հասկանում։ Ու հենց գրանցվում է միջին ռիսկ, առաջավոր պրակտիկայի դեպքը այդպիսինն է։ Հենց գրանցվում է միջին ռիսկ, միանգամից դերասած համակարգում լույսը վառվում է։ Այսինքն, այնտեղ գնում են ազդանշանները այդ հարցի համար պատասխանատու կցված մարդկանց, կցված սոցիալական աշխատողներին, որոնք սկսում են իրենց աջակցող, կանխարգելող գործառույթը, որ բանը չհասնի ոչ անձավոր դեպքերի, ոչ էլ անցանկալի ելքերի։ Այնուամենայնիվ ես համաձայն եմ, որ նույնիսկ լավ համակարգ ունեցող երկրներում ցավոք սրտի հանցավոր դեպքերից երեխաների հանդեպ չի ստացվում խուսափել, բայց նվազեցնել երեխաների ռիսկը ստացվում է։ Առաջավոր այդ պրակտիկան օգտագործվել է եւ ինչ է նախատեսվում։ Շնորհակալություն։ Արդեն օրենսդրությանը։ Այո, բարեփոխման համատեքստում գործընկերները շատ կարևոր դիտարկումներ բարձրաձայնեցին մտահոգության տեսանկյունից եւ ձեր կողմից հարցադրումն է ըստ էության այդ նույն համատեքստում։ Ուզում եմ ասեմ, որ իհարկե բնականաբար առաջավոր փորձի ուսումնասիրությունը արված է, սա տարիների աշխատանքի արդյունք է։ Եվ այստեղ մենք շատ կարևոր այսպես առանցքային շեշտադրում ենք կատարել, որ այն սոցիալական աշխատողները, որոնք պիտի լծված լինեն երեխայի պաշտպանության գործում, պիտի անցնեն վերապատրաստում, պիտի նրանցից արդեն ըստ այդմ արդյունքում պիտի սերտիֆիկացվեն, պիտի զինված լինեն անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով եւ ամենօրյա իրենց աշխատանքում որպես աշխատանք, իրենց մասնագիտական աշխատանքային պարտականությունները կրելիս իրականացնեն երեխայի պաշտպանության գործընթացը, ընդհուպ մինչև երեխայի ընտանիքից դուրս բերելը եւ ըստ այդմ ցանկացած ոտնձգությունից պաշտպանելը։ Օգնողը թող դուրս չբերի էլի։ Դրանք տարբերվող ֆունկցիաներ են։ Այն վատագույն սցենարը, ահազանգի այդ մասին։ Տիկին Հովհաննիսյան, մինչ այժմ ունեցած դեպքերը, որ եղել են հասարակությունում եւ դուք տեղյակ եք, եթե այսպիսի համակարգ գործեր, ապա դրանք նվազեցված կլինեին։ Կարծում եմ մասամբ այո, նվազեցված կլինեին, հատկապես երեխաների նկատմամբ բռնության շարունակական դեպքերը, որովհետև լինում են իհարկե, որ ոչ միայն վերհանված չի լինում, այլև այնպիսի արտառոց իրավիճակ է լինում, որ մեկ դեպքով էլ լինում է մահվան ելք, մեկ բռնության դեպքով եւս լինում է, բայց իհարկե համակարգային խնդիրները կարելի է նվազեցնել, եթե պետությունը գործեր որպես միասնական մարմին։ Մենք հիմա դեռևս ունենք այսպիսի սեգմենտավորված տարբեր կառույցների ազդեցության կամ ներգործության կամ միջամտության պրակտիկաներ։ Պետությունը որպես համակարգ դեռևս միասնականորեն չի գործում, ինչպես հավաքագրել խնդիրները, ինչպես փորձանել գնահատել այդ խնդիրները, ինչպես փոխանցելիություն ապահովել մեկ մարմնից մյուս։ Տեսեք, դպրոցը ասում է, երեխան չի գալիս դպրոց, ահազանգում բարձրաձայնում է, փոխանցվում ասենք ոստիկանությանը, որ մարմնում ինչպես այդ գործառույթը գնաց, մենք տրամաբանական ընթացքը չենք տեսնում։ Մենք ունեցել ենք ապաստարան տեղափոխված երեխա, որը 8-9 ամիս դպրոց չի գնացել։ Ինչպես է պետությունը արձագանքել, այդտեղ մնում է բաց, որ մեկ օղակում, երկու օղակում, երեք օղակում ասել են իմ գործառույթը չի, այն մյուսի գործառույթն է եւ այդպես գնացել է։ Ով է տուժել? Երեխան։
Տեսնենք պետության ներկայացուցիչները ինչպես են դրան արձագանքում, համաձայն են, որտեղ են համաձայն, որտեղ չէ։ Իհարկե կան բաց թողումներ ու հենց ԽՀՄ-ների գործառույթների մասով հասարակական հիմունքներով գործելու այդ կոմպոնենտը նրանց բնականաբար շատ դեպքերում թույլ չի տալիս լիիրավ գործել, քանի որ անդամները իրենց հիմնական աշխատանքային պարտականություններին զուգահեռ են իրականացնում ու շատ դեպքերում աշխատանքային օրերից, ժամերից դուրս այս հանգամանքն էլ է խոչընդոտում, այո, եւ այս շատ խնդիրներ բերեց նրան, որ իհարկե պետությունը ամենօրյա իր աշխատանքի ընթացքում այս ամեն ինչն արձանագրել, իրավիճակին հրատապ լուծում տվել, ընդհանուր նաեւ ինքը դեպքի այսպես վարումն իրականացրել, բայց այս նոր օրենսդրական ռեֆորմը պետության կողմից է այսպես վերահսկողությունն իրականացվելու մեկ միասնականության առումով։ Ինչ է սա իմ խոսքում անընդհատ շեշտադրում, որպեսզի դաշտում այդ բացը, որ մենք բոլորիս մտահոգում է, իսպար այսպես այո, եւ մի բան էլ մեր ապագայում այսպես նախանշվող սոցիալական աշխատողների մասնագիտացված, ովքեր պիտի դաշտում գործեն, դրանք պետական բյուջեի միջոցների հաշվին են վարձատրվելու, ունենալու են հստակ այսպես պարտականություններ ու պատասխանատվություն, հա, այս դաշտում, որը ամենանուրբն է ու այսպես կարելի ասել նրանց է վստահված, հա, իրենց ամենօրյա գործունեության մեջ։ Հարցավել է եւ մոնիտորինգն է շատ կարևոր։ Ինչպես է իրականացվում այդ գործառույթը։ Միանշանակ։ Տիկին Գեզարյան, դուք որտեղ եք համաձայն, որտեղ համաձայն չեք։ Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների մասով ցանկանում եմ նշել, որ ուսումնական հաստատությունը սովորաբար կամ չի տեղեկացնում համապատասխան մարմիններին կամ տեղեկացնում է ոստիկանությանը, այդ օղակում բաց է մնում ԽՀՄ-ն, Տիկին Ստեփանյանը լավ քաջատեղյակ է եւ վերջին ժամանակահատվածում վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաները հայտնաբերվում են ոստիկանության կողմից, ոստիկանության գործառույթային պարտականությունների իրականացման շրջանակում փորձում ենք պահպանել այդ կապը ուսումնական հաստատություն, խնամակալություն եւ ոստիկանություն, այսինքն ոչ միայն գրությունների տեսքով, այլ համագործակցության առումով պահպանել կապը։ Շնորհակալություն, հիմա լսենք նաեւ քաղաքացիները ինչ կարծիք ունեն այս դեպքերի վերաբերյալ։ Երեխան մեր ապագան է, նախ եւ սկսենք այդտեղից, պետք է ճիշտ ընտանիքում դաստիարակվի երեխան։ Չի կարելի իրան սենց ռամկեքի մեջ սեղմել, որովհետև ամեն երեխա իր ձևով է։ Երեխան մի հատ բանն է, որ ոչ մի բանի հետ չենք փոխի, ոչ մի, նույնիսկ աչքի լույսի հետ չենք փոխի։ Խելաց ծնողը, խելացի ավարվում անխիլքը, հատաղացանք, անվորակ ծնողն են անվոր։ Օրը առաջ տեղի ունեցած որ հայրը թեղտամահեր արի 3-ամյա երեխային։ Հետի ոչ մի մարկային ֆակտորի մեջ չի կարող տեղավորվել։ Իսկ դու հայր ադեկվատ չի եղել։ Այսօր շատ ծնողներ կան, որ երազում են երեխա ունենալ չեն կարողանում։ Ցանկացած տհաճ իրավիճակում, ոչ միայն բռնության, առաջի հերթին մեծն է մեղավոր, որպես գիտակից անձ։ Եթե ընտանիքում առհասարակ սեր չկա, դա արդեն դժվար է։ Նամանավանդ երեխայի համար։ Եվ ավելի լավ է մեկուսացնում։ Ոչ իրան հանեն այդ տնից, այլ վտանգին հանեն տնից, որ երեխաները ապահով լինեն։ Ինչքան է լրատվությունը գրի, որ հայրը մեղավոր է, իսկ դուք ուր էիք։ Սենց թերնից ոնց լինի հարևաններն են, տան անդամներն են, պարզապես մեր հայ կանայք գերադասում են լռել ու կուլ տալ, որը բերում է տխուր հետևանքների։ Չի կարելի ասել, թող հարևանը տեր կանգնի, թող գյուղապետը տեր կանգնի, նրանք արդեն երկրորդային են, յուրաքանչյուր մարդ իր երեխային իր թևի տակ փոքր ժամանակ կպահի, հետո դաստիարակի ու բաց թողնի։ Եվ դպրոցը, եւ կառույցները, եթե զգում են մի փոքր խնդիր, պետք է իրենք ուշադիր լինեն։ Պատկան մարմինները, երբ որ ստանում են ահազանգ, հա, ընտանիքի անդամներից, իրանք շատ մակերեսորեն են նայում դրան։ Սպասել, որ իրավապանները նման ընտանիքներին օգնություն ցույց կտան, դա ֆանտաստիկայի ժանրից է Հայաստանում։ Պետք է ամեն առաջինը ծնողը իր վրա աշխատի, հետո արդեն որպեսզի հետագայում կարողանա երախու հետ быть в правильных взаимоотношениях։ Պետք է լավ դաստիարակել, որ հետո մեր երկիրը լավը լինի։ Ուղղակի մեկ-մեկ ներվերներս չի դիմանում։
Դրա համար ենք ջղայնանում, բայց դա էդի սխալ է։ Если все время будешь говорить, вай, очень, գլխին կնստել։ И наказывать надо, и надо поощрять։ Երեխան լավագույնն է ընտանիքում, իրան պետք է սիրել, մեծացնել ու դաստիարակել։ Տենդենսը, որ մեզ մոտ դաստիարակումը ճիշտ է շատ արդեն ինչ անկախ ենք, բացի թող վիճակում է, այդ միանշանակ է։ Դա գալիս է ոչ միայն ծնողներից, ընտանիքից, այլև դպրոցից։ Ես ինքս դպրոցում եմ աշխատում, այսօրվա սերունդը շատ ազատ է, շատ ակտիվ է, օգտվում է ցանցերից։ Հիմա ամեն ինչ են տեսնում ու լսում։ Երեխան դա պարզապես երեխա է։ Իրան կարելի է գտնել մոտեցում։ Եթե չի գտնվում մոտեցում, ուրեմն տխուր հետևանքներ ունեն։ Որպես սեփականություն իհարկե ոչ ոք իրավունք չունի, դա անհատ է, առանցին անհատ է։ Երեխան ու պետք է ունենա իր պարտականությունները, իր հետո նոր իրավունքները, բայց երեխայի պարտականությունները պետք է ձևավորեն ծնողները, դպրոցը, միջավայրը։ Ուղղակի այստեղ ծնողի զգոնությունը եւ մանկավարժների, որ կարողանան երեխային ճիշտ ուղու վրա դնել։ Երբ որևէ դեպք է լինում, ասում ենք, ահա, ով ինչ չարեց, իսկ հասարակությունը, ծնողը ինչ դեր ունի։ Ինձ համար ցավալի է, բավական երկար տարիներ եմ այս ոլորտում աշխատում, գրեթե ամբողջ գիտակցական կյանքս, եւ ինձ համար միշտ ցավալի է, որ բոլորս զգայունանում ենք, ակտիվանում ենք, սկսում ենք խոսել այս հարցերի մասին, հենց գործ ունենք զոհի հետ, իսկ տուժածների մասին ընդհանրապես չենք էլ անդրադառնում, հա, տուժածներին չենք էլ անդրադառնում, որոնք մեր ամենօրյա աշխատանքի մեջ ենք, տարին մինչև 200 երեխա մենք ենք ընդունում, երևի մոտավորապես այդքան ամեն ճգնաժամային կենտրոն, որտեղ այդ երեխաները հայտնվում են, որովհետև չեն զոհվել, բայց տուժել են բռնությունից, վատ արարքից, անորակ ծնողաբարությունից եւ այլն։ Ցավալի է, որ հետո դա չի բերում հետևությունների, դա չի բերում ամեն մեկս հասարակության մեջ յուրաքանչյուր անդամ որոշակի դեր ունի այս գործում, բայց մենք կարող ենք ընդհանրապես մեր զայրույթը արտահայտել, մեր վրդովմունքը արտահայտել ու դրանով ավարտվի։ Նոր մեր տեսանյութում էլ մենք տեսնում ենք ինչքան բազմազան են, ինչքան տարբեր է մոտեցումը եւ անկեղծ ասած ինձ հույս չտվեց այն ինչ որ ես տեսա, որ մենք արդեն հասկանում ենք ինչի մասին է խոսքը եւ արդեն հասկանում ենք թե ամեն մեկիս գործը այս հարցերի հետ կապված ինչումն է։ Ծնող լինելը արվեստ է, դա հայտնի բան է։ Արվեստ է, բայց որը այսպես կոչված կիրառական արվեստի նման, հա, մնացած ճյուղերի նման, թե տաղանդ է պահանջում, թե ուսուցում եւ թե պրակտիկա։ Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ես ամեն ինչ գիտեմ ծնող լինելու մասին, չարաչար սխալվում են, որովհետեւ ում որ անում ենք մեր ծնողավարությունը, ինքը ամեն վարքյան փոխվում է եւ մեր գիտելիքը ամեն վարքյան հնանում է։ Ըստ այդմ, ես կարծում եմ, որ մեծ գործերից մեկը, որը մեր հասարակության մեջ պիտի դառնա նորմա, դա այն է, որ մենք այլևս չպիտի անցանք, հենվենք մեր սեփական սոցիալական պրակտիկայի վրա։ Այնինչ տեսել եմ իմ ընտանիքում, վերարտադրում եմ, այնպես ինչպես են մեծացրել, ես դա վերարտադրում եմ իմ սեփական երեխաների վրա։ Դա կարող է շատ վատ պրակտիկայի կրկնություն լինել, շատ անհաջող, ոչ արդյունավետ պրակտիկայի կրկնություն լինել։ Գիտեք, ամեն մասնագետ սովորեցնում ենք, պատրաստում ենք հասարակության համար, որտեղ համարում ենք, որ ձեր մասնագիտությունը ժուրնալիստի շատ կարևոր է, իմը կարծում եմ շատ կարևոր է, իր Ալբանին, Բժիշկին, բոլորինս։ Բայց ծնող ամեն մեկս ենք եւ չենք պատրաստում ոչ միտեղ, ոչ դպրոցում, ոչ մանկապարտեզում, ոչ համալսարանում, նույնիսկ մի դասընթաց չունենք, որտեղ մարդը որպես ապագա ծնող պատրաստ լինի, այդպես առողջ իրեն երեխաներին մեծացնելու։ Այսպիսով, արդյոք դա հնարավոր է անել կրթման միջոցով, ես կասեի այո եւ ոչ։ Կրթումից օգտվում են այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են ինքնակրթությամբ։ Դա լինի հատուկ դասընթաց, դա լինի պարզապես ինքնուրույն նյութեր գտնել սովորելու եւ այլն։ Մենք պիտի հիշենք, նախ ասեմ մի հայտնի ճշմարտություն, մեզանից յուրաքանչյուրը, հիմա հերոսադիտողներից յուրաքանչյուրը, այստեղ նստած յուրաքանչյուրը, մենք գիտենք մեր համայնքում վտանգի մեջ գտնվող ընտանիքներին։ Այդպես չէ, որ իրենք թաքնված են ու հանկարծ պետք է հայտնաբերել։ Ամեն համայնքում կա 3-ից 5 այդպիսի ընտանիք։ Եվ սովորաբար դրանք բազմազավակ ընտանիքներ են, որպես կանոն, չեմ ասում միշտ, բայց որպես կանոն։ Եվ բոլորը գիտեն իրենց մասին։ Ամբողջ հարցը նրանումն է, որ այդ հատուկ խնդիրներ ունեցող ընտանիքները
ընտանիքների պարագայում մենք ոչ միայն պիտի հույսներս դնենք այն ընդհանուր կրթման կամ հատուկ կրթման վրա, դա պիտի լինի ռեալ միջամտություն, հատուկ պլանով միջամտություն, որտեղ սովորեցնելով, ոչ թե կրթում ես ուղղակի դրա մասին խոսում ես, այլ սովորեցնում ես դա ինչպես անել, պրակտիկա եւ օրինակ ֆրանսիացիները, երբ որ առաջի անգամ ընտանեկան թերապևտ գաղափարը մտցրեցին, այս նպատակով մտցրեցին։ Միգրանտները, որոնք չէին տիրապետում ֆրանսիական ծնողավարության մեթոդներին, իսկ իրանց պետք էր որ միգրանտը նույնպես իրենց մշակույթին հարիր իրեն պահի, առաջի բանը որ արեցին, ընտանեկան կրթողներ մտցրեցին ընտանիք, որ իրանք կամաց սովորեն թե ոնց է պետք երեխեքի հետ վարվել։ Դուք առնչվում եք դեպքերի հետ, արդյոք ծնողների հետ եւս աշխատանքը արվում է։ Այո, եւ ինչպես։ Ոստիկանությունը իր գործառույթային պարտականությունների շրջանակում հանդիպում է ծնողների հետ, իրավական իրազեկման արշավներ են անցկացնում, համաձայն եմ Տիկին Անտոնյանի հետ, պետք է վերապատրաստվեն, դասընթացներ անցնեն ծնողավարության կանոնները հմտություններին տիրապետելու համար, որովհետև երբ որ առաջվում ենք դեպքերին, շատ դեպքերում գալիս է ընտանիքից, այսինքն նույն այդ բռնության ենթարկող երեխան ինքը տանը եւս ենթարկվում է բռնության։ Իսկ այդ ռիսկային ընտանիքները հատուկ ուշադրությունը, որի մասին Տիկին Անտոնյան ասաց, այդ համայնքներում գոյություն ունեցող ուշադրության կենտրոնում գտնվում է թե ոչ։ Այո, իհարկե գտնվում են ուշադրության կենտրոնում, ոստիկանության տարածքային ստորաբաժանումը եւ համայնքի սոցիալական ծառայողը մշտապես մշտադիտարկում են իրականացնում։ Հույս ունենալ, որ ոստիկանի միջամտությունն է այն արսենալը, որով պետք է այդ ընտանիքում իրավիճակ փոխվի, ինձ թվում է այստեղ է սխալը։ Այս ընտանիքը աջակցության կարիք ունի, այս ընտանիքը խթանման կարիք ունի, այս ընտանիքը սովորեցնելու կարիք ունի եւ այլն։ Մեզ ոստիկանը անշուշտ ունի նմանատիպ գործառույթներ, բայց այնտեղ մի մեծ գործառույթ կա, որը պիտի իրականացվի ու եթե հանկարծ դա հաջողությամբ չի պսակվում, այնուամենայնիվ մարդը շարունակում է իրեն վնասող վերաբերմունքը իր երեխայի հանդեպ, նոր այդտեղ ոստիկանը պիտի միջամտի։ Այն մեր մոտ բաց է այդ օգնող մեծ փաթեթը։ Ոնց որ առաջին օղակը ոստիկանությունն է, ցանկացած ահազանգով դիմում են ոստիկանություն։ Իսկ արդյոք հիմա փոփոխություն լինում է, որպեսզի մարդիկ ոչ թե ոստիկանություն դիմեն, այլ գնան կանխելու այլ ճանապարհ։ Ուղղակի շատաթիվը պետք է։ Այդ համաձայն եմ, բայց ես նաև այս մասով ուզում եմ նշեմ, որ դաշտում մենք ունենք նաև ծնողներին օգնող, այսպես պետության կողմից ստեղծված մի ծրագիր, հա, ցերեկային ծառայությունների ծրագիրն է, որը կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին տալիս է տարաբնույթ ծառայություններ, այդ թվում ընտանիքի անդամներին է օգնում, այդ թվում ծնողավարման դասընթացների կազմակերպման, ֆինանսական գրագիտության առումով, աշխատանքի տեղավորման հարցերով սրանք փաթեթի նաև մի այսպես փունջ է, որը հանրապետության տարբեր մարզերում է գործում։ Այս ծառայությունն էլ պիտի նշենք, որ առանցքային դեր ունի իրազեկման աշխատանքներում, նրանց ամենօրյա աշխատանքն էլ է այս ուղղությամբ։ Քանի հոգի է օգտվում այդ ծառայություններից, արդյոք բավարար է։ Այս պահի 3200 երեխա օգտվում է այդ ծառայություններից, այդ թվում եւ իրենց ընտանիքի անդամները։ Դրանք սոցիալ վերականգնողական ծառայություններն են, որով որ գնահատվում է ընտանիքի կարիքը, ըստ այդմ տրամադրվում է։ Ուզում եմ շեշտը դնեմ, որ այստեղ եւս ծնողավորման անհրաժեշտ դասընթացներն իրականացվում են ծնողների հետ։ Իսկ ինչ վերաբերում է օրենսդրական ռեֆորմին, որի հիմքում ունենք մարդկային կապիտալի այսպես զարգացումը, առանցքային կարողությունների զարգացումը, պրոֆեսիոնալիզացիան եւ դաշտի վերահսկողությունը, որը որ թույլ կտա եւ կանխարգելել եւ արագ արձագանքել, թեկուզ այն, որ մենք ունենալ ենք 24 ժամյա հերթափոխով աշխատող սոցիալական աշխատողի այդ կարևորագույն ինստիտուտը դաշտում։ Նորից վերադառնալով հարցի առաջին հատվածին, հա, հասարակության եւ ծնողների դերը, արդյոք իրենք հասկանում են ինչն է երեխայի շահը, հա, լավագույն շահը։ Որպեսզի հասկանան, պիտի ինչ-որ մեկը սովորեցնի։ Մենք ունենք արդյոք այդ պրակտիկան։ Երեխաները միշտ եղել են հասարակության համար երկրորդային անդամներ։
ամուսինները, ընտանիքները, մեծ ընտանիքներով ապրել են, երեխան երբ որ ծնվել է, ավելի շատ բեռ է դարձել, ինչպես կերակրել, ինչպես ով կպահի, տատիկը կպահի, մաման կգնա կաշխատի, չգիտեմ, հայրը ընդհանրապես խոպանում է, կա, չկա, հեռավար հայրերի հասկացողություն ունենք, մենք ամբողջական երեխաների, հա, բացի դրանից այդ պրակտիկաները եղել են, մեր պատմության մեջ են եղել ի վերջո։ Մենք գիտենք, որ մենք շատ ծանր պատմական այսպիսի բեռ ունենք մեզ հետ եկած եւ տեղահանումների եւ այլնի, եւ մենք պիտի որպես պետություն սկսենք այդ պրակտիկաների ձեռբազատման, առողջ ընտանիքների ստեղծման, խթանման եւ դրական ծնողավարության ուսուցման գործընթացը։ Ինչ է նշանակում դրական ծնողավարություն, որպեսզի երեխան լինի ընտանիքի կենտրոնում, նրա համար եւ միջավայրային եւ բոլոր տիպի էմոցիոնալ ազդակները լինեն բարենպաստ, որպեսզի նա կարողանա այո զարգանալ հասարակության մեջ։ Հիմա ունենք մենք այդ բարենպաստ ազդակները։ Ընտանիքում հնարավոր է որ չունենք։ Կրթական հաստատություններում շատ էլի հնարավոր է որ չունենք, որտեղ մենք վերջերս շատ հաճախ խոսում ենք նաև բուլինգի մասին։ Իհարկե այսօրվա թեման դա չէ, բայց միևնույն է, մենք խոսում ենք բուլինգի մասին եւ շատ հաճախ դպրոցները զգայուն չեն խնդրի վերհանման եւ կանխարգելման գործում։ Հետո անցնում են արդեն պատժողական համակարգերը։ Կներեք իհարկե ոստիկանությանը շատ հարգում են, բայց միևնույն է, մենք պատժողական քաղաքականությունից պիտի անցնենք աջակցող համակարգի, որպեսզի մենք փորձենք այդ արատավոր պրակտիկաները վերացնել, իջեցնել, նվազագույնի հասցնել եւ հայտնվելու դեպքում արդեն պատժենք, այո, եթե արդեն այդ բոլոր օղակներում մարդը չի ուզում կրթվել, տվել ենք հնարավորություն, չի ուզում կրթվել, տվել ենք հնարավորություն, չի աջակցվում, այսպես ասած, այդ դեպքում աշխատանք ենք տվել, չի աշխատում, չգիտեմ, բան ենք տվել, սոցիալական նպաստ ենք տվել, չի կարողանում ճիշտ կառավարել այդ գումարը, էլի սխալ է կառավարում, էլի գնում է, կներեք, գողություն է անում կամ ինչ-որ հանցագործություն է անում կամ ծեծում է իր ընտանիքի անդամներին։ Ուստի մենք այդ ամբողջ համակարգը չկառուցելով գնում ենք միանգամից պատժողական։ Պակաս չի նաև մեդիայի դերը։ Մենք գտնվում ենք մեդիայի, այո, մենք ինչ մոդելներ ենք տալիս մեդիայի միջոցով, մի հատ նայեք մեր սերիալները, մի հատ նայեք մեր այս բոլոր կրթական, այսպես ասած երկրորդային կրթական մոդելները, որոնք մենք տալիս ենք ընտանիքներին եւ այդ մոդելներով փորձ է արվում այդ գենդերային անհավասարությունը, բռնությունը, որը սերիալներում եւս բավական քարոզվում է, կարելի է ասել, կամ առնվազն չի քննադատվում, ոչ առնվազն բնականաբար է։ Այո, բայց մենք այդ վերահսկողության կարիքը եւս ունենք առնվազն մեդիայում, կոնտենտի ձևավորման, թե ինչպիսի մոդելներ ենք մենք տալիս հասարակությանը եւ ինչպիսի ընտանիքներ ենք ուզում խրախուսել։ Այլ կերպ ասած, ոստիկանությունը, որը պատժող գործառույթ ունի, պիտի լինի վերջին օղակը, որին պետք է դիմել։ Հիմա, երբ որ ոչ հարիր գործառույթի բեռի ներքո է հիմա, այդպես ասեմ։ Այդ մշակույթը, հա, առաջին հերթին հարցը իրենց մոտ ոստիկանության հետ ասոցացվում, որ առաջինը զանգահարում են մեկ զրույցի։ Առաջ եկած օղակը դա է։ Պիտի առաջ կան այլ օղակներ, որպեսզի ճանաչելիություն բարեմաղթաբանությունը բավարար է ի տարբերություն սոցիալական աշխատողների։ Բարիկները տեսանելի են, բայց պետությունը բոլոր նախադրյալները ստեղծում է այս առումով սոցիալական պաշտպանությունն էլ ավելի ուժեղացնելու առումով։ Ես ուզում եմ աջակցել այդ գաղափարին, իսկապես երբ որ դուք ցերեկային կենտրոնների մասին եք շատ արդարացիրուն նշում, դա ես գիտեմ դա ինչ ջանքով է, հա, հաջողվել, որ վերջապես գոնե բոլոր մարզերում որոշակի ծածկույթ ունենանք ու դրա համար անհնար է չնշել, հա, այդ դրականը, որ անզեն աչքով դա տեսանելի։ Միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ այնուամենայնիվ մենք ծածկույթ չենք կարողանում ապահովել եւ շարունակականություն։ Ես գիտեմ, որ դրա համար ավելի շուտ ֆինանսների նախարարության հետ է պետք խոսել, բայց հարցը հետեւյալն է, որ այդ ծառայությունների կայունության խնդիր ունեն, իրանք երբեք չգիտեն հաջորդ տարի շարունակելու են թե ոչ, եւ երկրորդը իրենց ծածկույթը, հա, մեր ասած թվով, որ յուրաքանչյուր համայնքում ասում ենք միջև 3 ծանր բարձր ռիսկի ընտանիքներ կան, անպայման բազմազավակ, միջին համայնքներում դա հասնում է մինչև 20 ընտանիքի, իսկ խոշոր քաղաքներում մենք խոսում ենք հարյուրավոր ընտանիքների մասին։ Մենք պիտի ուշադիր նայենք, արդյոք
ծածկույթը, որ այդ ծառայությունները կարողանում են ապահովել, նախ արդյոք առաջնահերթություն տալիս են այդ ընտանիքներին, թե ոչ, որովհետև նաև ֆիզիկական տարածքով հասանելիություն հարցը ապահովելու։ Մի խոսքով շատ դրական է, որ իրենք կան, բայց բավարար չէ, ասածս դա էր։ Ես հասկանում եմ, բնականաբար այս ծառայություններն էլ անընդհատ ինքնլավարկվում է եւ փոփոխությունների առումով եւ ֆինանսական միջոցների տրամադրման տեսանկյունից, բայց այս պայդրությամբ նաև պիտի նշեմ, որ այդ ծառայությունը ունի նաև արտակենտրոն կոմպոնենտ, այն դեպքերում, որոնք Տիկին Միրան նշեց համայնքների հասանելիության առումով, ծառայությունը տրամադրվում է նաև կենտրոնից դուրս տվյալ համայնքում երեխային ու նրա ընտանիքին տվյալ պարագայում փորձելով մեղմացնել այդ դժվարությունը, որոնք հեռավորության առումով խոչընդոտ է ստեղծում կարծես։ Մինչև ունենանք դաշտում այս կարևոր ռեֆորմի կոնկրետ քայլերը, որը որ եւ պիլոտի արդյունքում էլ մենք կարձանագրենք դժվարությունները, կվերանայենք ինչու՞ չէ, կլրացնենք այն պրակտիկ դաշտի այն սերմերով, որոնք մեզ թույլ կտա ամբողջ հանրապետության տարածքում տարածել։ Հիմա հասարակության մասնակցության հետ կապված մի բան ավելացնեմ։ Տեսեք, մենք ինչպես կարող ենք օգնել, ինչպես կարող ենք որպես հասարակություն, ինչպես կարող ենք օգնել, որ նման վիճակները քիչ լինեն, տիգրանների դեպքերը, ոնց որ ողողանջ իսկապես, մի քանի մասնակցության ձև ունենք, առաջինը կարծում եմ ուղղակի զգայուն լինել, ուշադիր լինել եւ ահազանգել։ Ոչ ճիշտ ող ոստիկանությունը ահազանգեն, կարևորը ահազանգեն։ Բայց այո, բայց դրանից բացի այնուամենայնիվ կան իրավիճակներ, որոնք ինչ որ բան պետք է անել, բացի ահազանգելուց։ Ունենք շատ լավ հնարավորություն, սոցիալնախարարությունը արդեն քանի տարի իրականացնում է այդ ծրագիրը, մարդիկ կարող են օգնել տուժած երեխաների վերականգնումը կազմակերպելու հարցում։ Մենք ունենք 140 խնամատար ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունում, ովքեր մեծացնում են, խնամում են այն նման դեպքերից տուժած, նման իրավիճակներից տուժած 192 երեխաների։ Բայց մենք ունենք ավելի շատ, հարյուրավոր երեխաներ ունենք, ովքեր նույնպես սպասում են նման մի նորմալ գեղեցիկ ընտանիքում, հավասարակշիռ պայմաններում մեծանալու։ Ուրեմն մի բան է ահազանգելը, մյուսն էլ, իսկ ինչպես օգնենք այն երեխաներին, ովքեր արդեն տուժել են այդ իրավիճակներից, եւ արդեն չես վերադարձնի, արդեն չես շտկի ընտանիքում իրավիճակը։ Թույլ տալ իրանք մեծանան ճգնաժամային կենտրոններում, մանկատներում, թե մեծանան ընտանիքներում։ Այն մեր հասարակությունը շատ կօգներ իր այս մասնակցությամբ, եթե ընտանիքները զանգահարեն եւ ցանկություն հայտնեն երեխա խնամելու։ Այն երեխաներին, այո, այն երեխաներին, ովքեր նման իրավիճակներից տուժել են։ Այս պահին մենք առնվազն 40 այդպիսի երեխա ունենք հենց մեր կենտրոնում, ովքեր նման ընտանիքների կարիք ունեն։ Էլ չեմ խոսում պետական մնացած կառույցների մասին։ Այստեղ կարող է նույնիսկ հակասություն առաջանալ, եթե իր ընտանիքում լավ չի եղել, որքանով է երաշխիքը, որ մեկ այլ ընտանիքում երեխան լավ կզգա։ Այստեղ զգուշությունը ինչպես որտեղ շատ երկար է։ Զգուշությունը ինչպես պիտի պահել, որովհետև անպայման հատուկ ընթացակարգերով մարդիկ անցնում են վերապատրաստումներ, գնահատումներ, մոտիվացիայի գնահատումներ, երբ խնամատար ընտանիքներում էլ նույնիսկ առաջատար երկրներում բռնության դեպքեր։ Այո, բայց Փառք Հայաստանում մենք չունենք նման իրավիճակ, չենք ասում բացառվում է, բայց ուղղակի երաշխավորում եք ձեր հարցի պատասխանը, ինչպես ենք երաշխավորում, նախապես բավական երկար, այո, ընտրելու, մոտիվացիայի գնահատումը կատարելու, մարդուն եւ մենակ չենք թողնում խնամատար ընտանիքին, մշտապես ուղեկցում ենք, կողքնենք, խնդիրներ ծագելու դեպքում օգնում ենք, որ մեթոդները եւ այլն կատարելագործվի ու Փառք Աստծո ամեն ինչ լավ է խնամատար ընտանիքների մասով եւ բնականաբար ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ տարիներ շարունակ այս ինստիտուտը կայացել է ու բնականաբար կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխայի համար սա շատ սիրուն, տաքուկ ջերմանկյուն է դառնում ու մենք շատ հաջողված դեպքեր ունենք, որ երեխան այսպես ջերմությամբ կապվել է, այո, կապվում է ծնողի խնամատար ծնողի հետ ու այստեղ sense նուրբ թելերով են արդեն իրանք իրար հետ կապվում։ Ոստիկանությունը տարիներ շարունակ համագործակցում է Մարդիկյան երեխաների պաշտպանության կենտրոնի հետ, որտեղ ոստիկանության ծառայողը, գործուղված ոստիկանության ծառայողը մշտապես համագործակցում է նամանավանդ նման բարդ եւ խնդրային իրավիճակներում շատ կարեւոր է մեր համագործակցությունը խնդիրներին արդյունավետ լուծում տալու հարցում։ Ես որքան հասկանում եմ, արդյունավետ համակարգ ունենալու համար ամեն դեպքում օրենսդրությունը դեռ շարունակվում է դրա
վերացվել, հա, եւ փոփոխությունների ենթարկվել։ Եթե փաստացի, ասենք, այս պահին արդեն ինքը ազգային ժողովում երկրորդ ընթերցման ամբողջությամբ ընդունվել է եւ ներկայացվել է հանրապետության նախագահի ստորագրմանը։ Ու ըստ այդմ բոլորիս հույսն է, որ ինքը ճիշտ ասա։ Այո, ըստ իր ժամկետների աստիճանաբար կանցնենք ենթաօրենսդրականների շուրջ 40 իրավական ակտի մշակման ու այդպես կյանքի կկոչենք այդ կարևոր առաքելությունը։ Օրենքի հետ կապված մի ավելացում անեմ, ուզում եմ նշել, որ ոստիկանությունը նույնպես մասնակցել է մշակման գործընթացին եւ այնտեղ կա ամրագրում, որտեղ ահազանգող քաղաքացին կարող է մնալ անանուն եւ այդ ամրագրումով պայմանավորված կունենանք դիմելիության բարձրացում։ Դա շատ կարևոր է դեպ, որովհետեւ միշտ խուսափում են, ասում են հիմա եթե ոչ ոստիկանության, ապա քննչական մարմիններն են անդադ տանելու, բերելու, ցուցադրելու են թե ով եմ ես, հասկանալու է հասարակությունը ով է, այսինքն թիրախավորելու համար մարդուն պաշտպանում է արդեն այս համակարգը եւ փորձ է արվում անանունությունը պահպանել։ Մեծ համար օրենքը հուսո կետ է այն տեսակետից, որ բոլոր այն դեպքերում երբ ծնողին բավականաչափ աջակցելու, հորդորելու, օգնելու պարագայում այնուամենայնիվ ծնողը իր վերաբերմունքը երեխայի հանդեպ չի բարելավում, հասարակության սպասելիքները չի արդարացնում, դա նորմալ, գեղեցիկ դաստիարակելն է սեփական երեխային, հարցականի տակ է դրվում ոչ թե ծնողի իրավունքը, այլ երեխայի խնամքի վերաբերյալ իրեն որոշում ընդունելու առավելությունը։ Պետությունն ասում է, այլևս ես եմ որոշում ընդունում։ Դու քանի որ այդպիսի վնասող վերաբերմունք ունես սեփական երեխայի հանդեպ, արդեն ես եմ որոշում, դու չես որոշում ես երեխան որտեղ պիտի գտնվի, ինչպես պիտի դաստիարակվի, որտեղ պիտի դաստիարակվի։ Ես սա համարում եմ, տեսեք, հասարակական նորմերը, որի մասին սկզբում խոսեցինք, որոնք մեզ խանգարում են, իր երեխան ոնց ուզում է թող դաստիարակի, ծեծումա լավ անում, լավ հայրնա հետ դրա համար էլ ինձ էլ են ծեծել, ինչ պակասի եւ այլ եւ այլ։ Այս նորմերը, որոնք խանգարում են, որ օգնես երեխային։ Գիտեք, երբ որ փորձում ես, այս հիմա, հենց հիմա, երբ որ փորձում ես երեխա պաշտպանել, ինքդ ես դառնում անպաշտպան։ Ամենայն անկեղծությամբ, որ այս օրենքը տալիս է այդ հարցի պատասխանը։ Եթե ծնողը վատ է վերաբերվում երեխային, ապա պետությունը այս օրենքով հարցականի տակ է դնում նման ծնողի այսպես կոչված առավելությունը եւ ասում է ես եմ որոշում ընդունում։ Ինչ իշի հերոստատիտողը ձեր խոսքերից։ Տիգրանները չեն լինի, այս դեպքերը, որոնք մեզ ցնցում են, ցավալիորեն անընդհատ ունենք այս դեպքերը, չեն լինի, եթե մենք իսկապես ուշադիր լինենք, ահազանգենք առաջինը, երկրորդն էլ նման տուժած երեխաների կյանքում այս պրակտիկան չկրկնվելու նպատակով կարող ենք բոլորս ինչ-որ մասնակցություն ունենալ, մասնավորապես եթե վերցնենք պահենք տուժած երեխաներին, թույլ չենք տա այդ վնասված երեխաները նույն բռնության պրակտիկան իրենց ապագա ընտանիքում կիրառեն։ Ինչ իշի հերոստատիտողը ձեր խոսքերից։ Նախ որ երեխաները մեր սեփականությունը չեն, ուղղակի նրանք տրված են մեզ ի պաշտպանություն։ Այսքան երեխա, 3 օրինակ երեխայի ընտանիքում է մեծանում, ես պատասխանատու եմ նրանց համար, բայց բոլոր երեխաներն են մեր հոգացության կարիքն ունեցող եւ մենք պետք է դիտարկենք երեխաներին որպես սիրո, երջանկության եւ հոգատարության կարիք ունեցող փոքրիկներ, այո, չկան ուրիշի եւ օտար երեխաներ։ Ինչ իշի հերոստատիտողը ձեր խոսքերից։ Ես պիտի խնդրեմ, որ մեր հասարակությունը վստահ բարձրաձայնի խնդրի մասին, պետությանը դիմի պատկանք մարմիններին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, ոստիկանությանը, ոլորտային գործընկերներին, համայնքին, միասնական սոցիալական ծառայությանը ահազանգի խնդրի մասին։ Ես պիտի խնդրեմ, որ շատ ուշադիր ու նուրբ աշխատանք իրականացվի դպրոցներում, երեխաների հետ, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որովհետեւ ամենակարևոր օղակը, որ երեխաները ամեն օր իրենց աչքի առաջն են, իրենք տեսնում են նրանց վարքի, տրամադրության փոփոխությունը, դա էլ է ահազանգ, բարձրաձայնեն, չլռեն։ Ինչ իշի հերոստատիտողը ձեր խոսքերից։ Հասարակությունը պետք է բարձրաձայնի բոլոր խնդիրները, հատկապես անչափահասներին վերաբերելի եւ հորդորում եմ ծնողներին, որպեսզի կազմակերպեն անչափահասների զբաղվածության հարցը համայնքի հետ համատեղ, որպեսզի անչափահասները լինեն ավելի զբաղված եւ քիչ ժամանակ ունենան այլևայլությունների մասին մտածելու։ Շնորհակալություն, ահա այսպիսին էր այսօրվա քննարկումը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։